Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը դեռ ամբողջությամբ չկառուցած ու չշահագործած, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսում են, գովազդում, հիմա էլ հայրենի իշխանականները էլեկտրաէներգետիկ ընդհանուր համակարգ են ցանկանում ստեղծել ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանի հետ։ Դեռ հարաբերությունները չհաստատված, այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը դեռ չստորագրած։ Ինչևէ, գործադիրի ղեկավարն այս մասին հայտարարեց ազգային ժողովում։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Որ սովետական տարիներին էներգետիկ համակարգ էր գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փաստում են նաեւ ոլորտի մասնագետները։ Սկսած 60-ականների սկզբից, հիմնականում սովետական տարիներին եւ 90-ականների սկզբին կարճատված։ Հայաստանի էներգետիկ համակարգը որոշակի սինխրոնիզացված է Վրաստանի եւ Իրանի հետ։ Էներգետիկ համակարգը միավորել Ադրբեջանի հետ հնարավոր չէ, սինխրոնիզացնել՝ այո։ Դա արվում է, որպեսզի որոշակի ճգնաժամերի դեպքում կողմերը կարողանան միմյանց արագ օգնել էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ինչը նորից բավական մեջ ֆինանսական եւ այլ տիպի ներդրումներ է պահանջում, որտեղ տենց արագ լանել հնարավոր չէ։ Տեսակետ կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ստիպելու է Հայաստանին փակել ՀԱԵԿ-ը։ Էներգետիկ ոլորտի մեկ այլ փորձագետ էլ հակառակն է պնդում, բացառելով դա։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանը, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Խնդիրը որևիցե անմիջական կապ չունի Հայաստանում աշխատող ատոմակայանի հետ։ Հակառակը, Հայաստանի ատոմակայանը կարող է էական դրական դերակատարում ունենալ, ապահովելով տարածաշրջանում էլեկտրական էներգիայի փոխոսքեր, արտահանում։ Հայտնի է, որ Հայաստանը ավելցուկային էլեկտրաէներգիա է արտադրում եւ դա պետք է սպառել։ Փորձագետի դիտարկմամբ Հայաստանը կարող է այն արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական փորձագիտական համայնքն էլ մեդիա հարթակներում գրում եւ հանրությանն է ներկայացնում, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում իբրև թե ստեղծել է ժամանակակից էներգետիկ ցանց։ Հիշեցնենք, որ էներգետիկ ցանց կար Արցախում, երբ արցախցիները դեռ չէին տեղահանվել։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր էներգետիկ գործարքը հնարավոր է իրականացնել Լաչինի-Բերձորի շրջանի ուղղությամբ։ Հայաստանը ի վիճակի է տարեկան միլիարդ ու կես կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել լրացուցիչ։ Հայաստանը էլեկտրաէներգիայի կարիք ինքը չունի եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումները կարող են կրել սահմանափակ չափ եւ միայն սեզոնային բնույթի ներկրումներ։ Հակառակը Ադրբեջանի էներգետիկ համակարգը դեֆիցիտային է եւ Հայաստանը այստեղ կարող է էլեկտրական էներգիա մատակարարել Ադրբեջանին։ Այս պահի դրությամբ, եթե հենց հիմա դատենք, Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Հայաստանյան ընդդիմադիր դաշտն էլ մեղադրում է ներկայիս իշխանություններին, որ Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ համակարգի բանալիները հանձնում է Բաքվին ու Անկարային։ Ընդդիմադիր թևը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ներգրաված լինելով Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև էներգետիկ դիմակայության մեջ, աստիճանաբար ներքաշում են երկիրը ռիսկային աշխարհաքաղաքական նախագծերի մեջ, որոնք թույլատնում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեծացնում կախվածությունը Միացյալ Նահանգներից, Թուրքիայից ու Ադրբեջանից։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին ըստ երկրորդ նախագահի հայ-ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Լրագրողների հանդիպանը Քոչարյանը հայտարարել է, թե ծրագրում հայկական կողմի շահը չի տեսնում, ավելին նրա խոսքով Հայաստանն այստեղ ոչ թե կողմ է, այլ կիսակողմ։ Միացյալ Նահանգներին տալ այդ բաժնեմասը, այսպես ասենք, եւ ազդեցությունը, սա նշանակում է, որ աշխարհակական գործոնը զրոյացվել է։ Հիմա այդ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է նաեւ տնտեսականն է գրեթե զրոյացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաև թրիփի հետ կապված Քոչարյանի մեկնաբանությանը։ Նա համարում է, թե երկրորդ նախագահի պարզաբանումը պարզապես հնացած է։ Կարծում եմ, պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնելու։ Եռաբլուրում լրագրողների զրույցում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը անդրադարձել է բանակում ինքնասպանության դեպքերին։ Դիտարկմանը, որ վերջին շրջանում բանակում ինքնասպանության դեպքերը շատացել են, փոխնախարարը հակադարձել է։ Վերջին
տարիներին ունենք դեպքերի նվազում։ Նախորդ տարի ընդամենը ծառայության հետ կապված եղել է 6 մահվան դեպք։ Մնացած թիվը, որը ուռճացված ներկայացնում է, դրանք սովորական կենսաբանական մահեր են, որոնք մարդիկ են, մեր հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել է։ Եռաբլուր զինվորական Պանթեոն է այցելել ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II հոգեհանգստյան կարգ է մատուցել ապածաղիկներ խոնարել Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի եւ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մյուս հայորդիների շիրիմներին, ինչպես նաեւ Արցախի կանչը հուշարձանի առջև։ Տեղում աշխատող լրագրողները վեհապարից փորձել են մեկնաբանություններ ստանալ եկեղեցի պետություն լարված փոխհարաբերությունների վերաբերյալ, սակայն կաթողիկոսը հարցերին չի արձագանքել, խնդրել է մնալ օրվա տրամաբանության մեջ։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է կապիտալի տեղակայմանն ու քաղաքական որոշումների վրա դրա հնարավոր ազդեցությանը։ Նա նշել է, որ խոշոր կապիտալի զգալի մասի տեղակայումը այլ երկրներում կարող է ձևավորել շահերի կենտրոն, որը գտնվում է տվյալ պետությունից դուրս։ Նրա գնահատմամբ այդ երևույթը կարող է ազդեցություն ունենալ պետության շահերի հետ կապված այն անձանց վրա, ովքեր մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Ժամկետայինների շարքերը համալրել են կանայք, զինված ուժերում արդեն մի քանի տարի է ինչ կանանց գումարտակ է կազմավորվել։ Հարցեր կան։ Ոչ մի դեր։ Պաշտպանության նախարարությունը 18-ից 27 տարեկան կանանց առաջարկում է կամավոր 6 ամսյա ժամկետային ծառայություն, զինվորական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Ծառայության ավարտից հետո նրանք ստանում են 1 միլիոն դրամ պատվո վճար, ցանկության դեպքում անցնում 5-ամյա պայմանագրային ծառայության։ Պետք է նույն ճանապարհը անցնես իրենց հետ, որովհետև դու ես արդեն դասում այդ շարքերում, ել չես ասում ես կին եմ, ես այս բանը չեմ կարող անել, այն բանը ոչ չկա, բանակում կին զինծառայողի համար չեմ կարող անել, չկա։ Պետք է անես միջև վերջ իրանց հետ հավասար, լինի եւ խաղաղ պայմաններում, եւ պատերազմական պայմաններում, իրանց հետ հավասար այդ ճանապարհը պետք է անցնել։ Բանակում կանայք սովորում են զինվորական գործ, մարտավարություն, ֆիզիկական կրակային եւ շարային պատրաստության, վիճակն էլ բարձրացնում եւ դառնում պատրաստված զինծառայողներ։ Կանանց գումարտակում սպայական բարձրաստիճան կազմից մինչեւ շարային ծառայողները բացառապես կանայք են։ Ռազմական փորձագետը դեմ չէ զինված ուժերում կանանց ներգրավվածությանը, միայն թե հատուկ ստորաբաժանումներում, որտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առաջնային չէ։ Կինը ցաներ մոտորաձգային գումարտակում կարող է ծառայություն իրականացնել։ Ենթադրենք, որ մի 50-60-70 կիլո ծանր բեռ, զենք, դինամոթեկ եւ այլն ոտի տեղափոխի։ Ծանր չի իր համար։ Եվ ինչքան ժամանակ դի պահանջի, որ իգական սեռի ներկայացում պատրաստես։ Բայց մասնակիցություններ կան, որտեղ կանայք, օրինակ, նույն Իսրայելի բանակում, ընդհանրապես աշխարհում դիպուկահարները լավագույնս իգական սեռն են։ Կամ օտաչուներ, տեխնիկայի վրա, որտեղ զուտ մասնակիտական գիտելիքներ է պահանջում։ Կապի ոլորտ, բուժակներ եւ բժիշկներ։ Փորձագետի խոսքով իշխանությունները մեր բանակը պատկերացնում են իսրայելական բանակի նմանությամբ, բայց առանց գաղափարական հենքի։ Պրոֆեսիոնալ բանակ ասելով զինված ուժերը լցնում են պայմանագրային զինծառայողներով։ Պայմանագրայինների համար, որտեղ ծառայության գնացողը առաջնային մոտիվացիան գումարն է, այդ արդի բացի բարձր աշխատավարձը կամ դրամական բավարարումը։ Դինի նաև սոցիալական փաթեթ իր ընտանիքի, երեխաների առողջապահական, կրթական, բնակարանային, կա այդպիսի փաթեթ պայմանագրայինների համար չկա։ Հետաբար դա էլ է իմիտացիա, իբր պայմանագրայիններին շատ են կանչում։ Մինչև իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի ձևավորման մասին, ռազմական փորձագետները շեշտում են, առանց հստակ գաղափարական հենքի եւ լիարժեք սոցիալական երաշխիքների այդ մոդելը կլինի ձևական։ Ըստ նրանց բանակի արդյունավետությունն ապահովելու ուժեղ, ճկուն եւ մարտունակ բանակ կառուցելու համար կարեւոր է ոչ միայն թվականակը, այլև ներուժի ու գիտելիքի ճիշտ ու նպատակային բաշխումը։ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը վերադարձավ իր դպրոց հավերժանալու։ Ընդամենը 19 տարեկան տղան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մնաց դիրքում, առանց վարանելու անձնվիրաբար պաշտպանեց այն։ Նրա տատի արցունքն այսօր հպարտության ու կարոտի խառնուրդ է։ Նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, ասացին, որ մենք պիտի պաշտպան լինենք հիմա նրանց։ Իրենց
մեր հողին, մեր ջրին, ամեն ինչին։ Քանդակագործ Վահագն Պապոյանն ասում է, քանդակում փորձել է ներկայացնել Ռոբերտի կյանքի վերջին պահը, կորցրել է ամեն ինչ եւ հանուն իր հողի հայրենիքի տալիս է ամենաթանկը՝ կյանքը, ռացիան, նռնակը ձեռքին է ու պատրաստվում է քաշել, օղակը իր հետ տանելով թշնամուն։ Կյանքը անիմաստ կթվար, եթե չլիներ այդ հողը, որովհետև երբ որ տեսնում ես քո ամբողջ կողքը, քո ընկերները, քո հրամանատարությունը, քո զինակից ընկերներն այլևս չկան, էլ իմաստ չունի ապրել, ինձ թվում է այն ամենաբարձր հերոսական դրսևորումն էր, որը արեցինք։ Օրն էլ պատահական չէ, խորհրդանշական է հայրենիքի ամենաթանկը որդուն տված Ռոբերտի հայրը Ալեքսանդր Աբաջյանն ասում է, ուշ թե շուտ լինելու էր արձանը, բայց ընկերները շտապեցին։ Պատմում է, երբ առաջին անգամ տեսել է արձանը, միայն գլխի հատվածն է պատրաստ եղել, ու երբ Ռոբերտի տատիկը զանգել է ու հարցրել է, թե որտեղ է, ասել է, կյաժի դեմ դիմաց եմ կանգնած, այդքան իրական է արձանը։ Այսօր այս տոնի կապակցությամբ ես լրիվ այնքան ուրախ եմ, որ այսքան մարդ եկել այստեղ, իմ հերոսին, ես այստեղ նոր մի քիչ ոնց որ հպարտություն եմ զգում տխրության հետ միասին, բայց ինձ մինչև հիմա ասում են դուք հպարտացեք, ես հələ չեմ կարող հպարտանալ, հպարտանում եմ սենց բաներով։ Երբ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման անցան, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը իրենց հրամանատարի Արմենակ Ուրֆանյանի ու ընկերների հետ միասին նետվեցին մինչև այրան վերջին կաթիլը պաշտպանելու հայրենի հողը։ Նկատելով իրենց մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել ու ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին 19-ամյա Ռոբերտը բացած նռնակը թաքցնում է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան։ Աբաջյանը բաց է թողնում նռնակը իր հետ պայթեցնելով թշնամու զինվորներին։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016-ի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ ու ոսկե արծիվ շքանշանով։ Այս հերոսապատումը մեր ոսկե արծվի հայրենասիրության ու սրբազան նվիրման օրինակելի դասն է մեր նոր սերնդին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում եք, ասա։ Այս ինքում իմ տղերքի։ Ասա մի անջատի։ Դեռ հիմա ասա, լսում եմ, ասա ցելը ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարծոք քաշում եմ, ուզում եմ որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8%-ով ավելի 20% հետվճարի համակարգը։ Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Օդի աղտոտվածությունն ու շինարարության մեծ ծավալները ուղիղ համեմատական են իրար։ Օդի աղտոտվածության վրա շինարարության ազդեցության գործոնը նվազեցնող նորմեր է մշակել քաղաքաշինության կոմիտեն։ Նորմերով մասնավորապես սահմանվել են, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ եւ սարքավորումներ պետք է օգտագործվեն։ Պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ որպես չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետքա խճապատված լինեն, որպեսզի շարժումների քամիների ընթացքում այդ հողը ծածկված լինի խճով եւ արտանետումներ փոշին չբարձրանա եւ հարակից միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի։ Բնակարան ձեռքբերողների շահերի պաշտպանության նպատակով էլ սահմանվել են բնակարանը շահագործման հանձնելու նվազագույն չափորոշիչներ, որոնք պարտադիր պետք է պահպանվեն բոլոր կառուցապատողների կողմից։ Նախկինում կառուցապատողն ինքն էր որոշում շինաշխատանքների ավարտի, շենքերի ներքին հարդարման ինչ աստիճանով պետք է շենքը հանձներ գնորդներին։ Այժմ սահմանվել է միասնական մոտեցում։ Մեզ դիմել էին կապի ծառայություն մատուցող օպերատորները եւ խնդրել էին, քանի որ հիմա Հայաստանի Հանրապետությունում ամբողջ տարածքով անցնելու են 5G ցանցի ծածկույթի, ընթացակարգերը բարձրացնելու համար այդ կապի կայաններ, աշտարակներ տեղադրելու դրանց հողերի նպատակային նշանակության փոփոխության եւ մենք համապատասխան որոշումներով
այդ ընթացակարգերը պարզեցրեցինք։ Էլեկտրամոբիլների քանակի աճին զուգահեռ էլ սահմանվել ու հստակեցվել են էլեկտրալիցքավորման կայանների տեղադրման հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետությունում առկա է 50,000 հողակտոր 400 քառակուսի մետրից պակաս մակերեսով, որտեղ նախկինում շինարարական նորմերով արգելված էր իրականացնել կառուցապատում։ Հետևաբար այդ առումով նույնպես սահմանվելու է լրացուցիչ ընթացակարգ։ Թույլ ենք տալու նորմերի մեջ համապատասխան փոփոխություն իրականացնելով, որ քաղաքացիները իրականացնեն կառուցապատում 200 քառակուսի մետրից ավել հողակտորների համար, հողակտորների վրա։ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել է նաև հարսնաքար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2.8 կիլոմետր երկարությամբ եւ 6.5 մետր լայնությամբ ճեմուղու նախագիծը, որի շինաշխատանքները կմեկնարկեն այս տարի։ Հարակից հատվածում տեղակայվելու է համայնապատկերային վերելակ, որն այցելուներին հնարավորություն կտա ավելի մատչելի եղանակով հասնել Սևանավանք, ինչը կլինի նաև խթան տարածքի զարգացման համար։ Հունվարի 27-ին Մայրաքաղաքում Շիրակի փողոցում Վոլվոն բախվել է Իրանի քաղաքացու թույլատրելի հատվածում կայանած վրացական համարանիշներով Mercedes բեռնատարի հետնամասին։ Վոլվոյի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել։ Հունվարի 27-ին 33-ամյա Անուշավանը Վոլվոյով Մղջանգյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն ու կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Արտաշատի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նա տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Եվ օրեր առաջ էր Շամշյանքոմը բարձրաձայնել էր Արտաշատի խճուղում արտաքին լուսավորությամբ որոշ էլեկտրական սյուների վրա տեղադրված LED լույսերի չաշխատելու մասին։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետի հանձնարարականով երկխաղ լույսի մասնագետները գործի են անցել։ Հիմա LED լույսերը անխափան գործում են։ Հիմա ոնց չասել, շնորհակալություն, որ խնդիրը կարճ ժամանակում լուծվեց։ Վերականգնվեց, սարքվեցին բոլոր լույսերը, հիմա տեսնում եք,